Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, առաջին ալիքի հեռուստադիտողներ, ձեզ իսկապես բարի ու ջերմ երեկո ենք մաղթում։ Բարի եթերը կապահովենք մենք, քանի որ եթերում հենց բարություն քարոզող եւ բարության վրա հիմնված հաղորդաշարն է։ Սպասիր ինձը։ Բարին ամենուրեք է, եթե մենք այն իսկապես ուզում ենք տեսնել։ Եթե հավատում ենք դրա գոյությանը եւ վստահ ենք, որ այն կարող է փրկել ցանկացած իրավիճակ եւ լուծել անլուծելի թվացող խնդիրներ։ Բարին ամենուրեք է, եթե մենք ինքներս ենք բարի մտքով ու հոգով, մեր շրջապատի, ծանոթի ու անծանոթի հանդեպ, եթե ոչ մի պարագայում չենք մոռանում, որ բարությունը միշտ վերադառնում է։ Բարությունը սավառնում է եւ այս տաղավարում, այն սկսվում է յուրաքանչյուրից, ով իր անշահախնդիր ներդրումն է ունենում մարդկանց միավորման գործում եւ բարությունը ձեռքից ձեռք փոխանցելով կոտրում է վաղուց կառուցված պատեր բաժանված մարդկանց միջև։ Ու միավորման պատմությունների ականատեսը դառնալով մենք բոլորս դառնում ենք մի քիչ ավելի բարի, մի քիչ ավելի կարեկցող, մի քիչ ավելի գիտակից։ Այդ բարությունն անպայման պետք է կիսել ուրիշների հետ։ Մենք այդպես էլ վարվում ենք ու շտապում ենք սկսել այսօրվա թողարկումը, որը մի քանի կաթիլ բարություն եւս կբերի յուրաքանչյուրիս տուն։ Եթե այս պահին հեռու եք Հայաստանից, եթե անցյալում եք թողել սիրելի ու հարազատ մարդկանց, եթե ունեք վաղեմի ընկերներ, որոնց հետ կյանքի հրաշալի օրեր եք անցկացրել, ապա շատ հնարավոր է, որ ձեզ որոնում են։ Ուրեմն ուշադիր դիտեք եւ լսեք մեր հյուրին, որը գուցե հենց ձեզ է որոնում։ Համեցեք։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Ես Յուրի Մինասյանն ես, փնտրում եմ իմ ամենամոտ մտերիմ հարևանին, որը 92 թվից մինչև առեսօր չեմ տեսել։ Անուն ազգանունը կասեք ում եք։ Մելքոնյան Աշոտ Լևոնի, որը ծնված 1951 թիվ օգոստոսի 7-ի ծնունդն է իր։ Կապ ունեցել եմ հետը, մինչև իրանց մեկնելը, դրանից հետո ընդհատվավ կապը մինչև առեսօր։ Ընկերներից, հարևաներից իմանալով համարը մեկ-երկու անգամ խոսացել եմ 93-ից 94 թվականին, նրանց հետո կապը ընդհատվավ։ Որտեղ եք բնակվել եւ ձեր հարևանը, որտեղ է ձեր հարևանը եղել։ Մենք բնակվել ենք Տաշիր քաղաքում։ Նու մոտ հարևան ենք եղել, մանկությունս իրանց տուն անցե։ Փոքր վաղտվանից իրանց տուն, իրանց երեխեքի հետ շփվելով, խաղալով ու ախ եմ անում ես հիմա իրան տեսնեմ։ Դե Բուրջո ժամանակ ինձ ասում էր մեծացի Յուրա ջան, քեզ կտանեմ, ամեն ինչը լավ կլինի, ու տենց դրանից հետո կապը ընդհատվավ։ Մի փոքր այդ ընտանիքի մասին կպատմեք։ Մայրը մահացածանու եմ տոտան, մյուս եղբոր անունը էլի Վարդան Լևոնի Մելքոնյան, բայց ծննդյան թիվը չգիտեմ, կինը Լյուդայա անունը։ Աշոտին ամուսնացած է, երեխա ունի, չունի, չգիտեմ, բայց եղբոր երեխեքի անունները գիտեմ, Լևոնչիկ, Սոֆիկո։ Բնակելի շենք ա եղել, 12 բնակիչ ենք եղել, բայց ամենամոտը ես իրանց տուն եմ շփվել, իրանց երեխեքի հետ խաղալ, գնալ, գալ, առավոտյան զարթնում էի, տնից փախնում էի, գնում էի ես մարդի մերը դուրը թողում էր բաց։ Վառարանի փոշին հանում էի, վառարանը վառում էի, նստում էի, մինչև երեխեքը զարթնեին, հաց իրանց հետ ուտել, խաղալ, այգում։ Իսկ դուք մինչ օրս այդ նույն հասցեով եք բնակվում, նույն տեղում եք ապրում։ Նույն տեղում ենք ապրում, այդ բնակելի շենքում, առաջվա նման չի, դատարկությունն է, որ անցնում եմ դուրս եմ գալի, նայում եմ, սիրտես լցվում ա կայնում, լացում եմ, ասում եմ երան իրանք ստելնեին, տենայի, մինչև իրանց գնալ է, հասցեն գրեց տվեց ինձ։ Крымская область, село Межводная, дом 27, Մելքոնյան Աշոտ Լևոնի։ Ասեց, որ մեծանաս, գնաս բանակ շատ լավ կլինի կտեսնվենք։ Նամա կամ ինչ-որ մի բան ուղարկել եք, ունեք պատասխաններ, գործողություններ։ Մեկ-երկու անգամ մամայիս հետ գրեցինք, մեկ-երկու անգամ պատասխան եկավ, դրանից հետո 95-ից կապը ընդհատվեց մինչև առեսօր։
Կարծում եմ հրաշալի օրինակ է սա, երբ հարևանները բացի նրանից, որ դրկիցներ են, կողք կողքի են ապրում, այլ նաև շատ ջերմ, մտերմիկ հարաբերություններ ունեն, այն աստիճանի, որ տարիներ շարունակ ուզում եք վերգտնել եւ վերահաստատել կապը նրանց հետ։ Մենք պետք է ձեզ խնդրենք, որ դիմեք ձեր լավ բարեկամին, ձեր հարևանին, նայելով տեսախցիկին, պատկերացրեք, որ հենց ինքն է ձեզ լսում։ Անձնագրով եմ ես Յուրի, բայց իրանք ինձ կոչում են Յուրի Վանիչ, փոքրուց իրանք են դեր այդ անունը, Աշոտ ջաջա, եթե ինձ տեսնում ես արձագանքի, խնդրում եմ քեզ, Յուրի Վանիչն եմ, մեծացել եմ, շատ եմ փոխվել, մնացել եմ միայնակ, քո կարիքն ունեմ եղբայր։ Ես հաստատ համոզված եմ, որ ինքը կտենա, կասի, ես ոնց ա մեծացել, դժվար է ապրել 45 տարի, ես 7 տարի առանց մամայի, բայց որ իրան գտնեմ շատ լավ կլինի։ Շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում էիք, մենք էլ ձեզ հետ հուզվեցինք, հույս ունենանք, որ հնարավոր կլինի մոտ ժամանակներում գտնել ձեզ համար այդքան կարևոր մարդուն։ Շնորհակալ ենք։ Դիմում եմ մեր հեռուստադիտողներին։ Եթե պատմությունը ձեզ ծանոթ է, եթե որևէ բան լսել եք որոնվողի մասին կամ գիտեք նրա գտնվելու վայրը, խնդրում ենք կապ հաստատել մեր խմբագրության հետ։ Հրաշալի է, երբ որոնումներ նախաձեռնողը գոնե որոշակի տեղեկություն ունի որոնվողի մասին։ Բնակության երկիր կամ քաղաք, ազգականների անուններ, մասնագիտություն, կյանքի կարևոր իրադարձությունների հետ կապված ամսաթվեր։ Այս փաստերն էապես օգնում են գործընթացին։ Բայց հաճախ պատահում է այնպես, որ հայտատուները չգիտեն նույնիսկ որոնվողի անունը կամ ազգանունը։ Որքան էլ զարմանալի թվա, նման դեպքերը քիչ չեն։ Շատ վաղ տարիքում տեղի ունեցած որդեգրման դեպքեր, շատ ուշ բացահայտված ընտանեկան գաղտնիքներ, ծնողից երեխայի գոյության փաստը թաքցնելու բազմաթիվ դեպքեր եւ մի շարք այլ պատմություններ, արդյունքում իրար չճանաչող արյունակիցներ։ Այս պատմությունները մեզ մոտ են հայտնվում միայն մի պատճառով։ Մարդիկ հրաժարվում են մնալ անհայտության մեջ, մարդիկ ցանկանում են իմանալ ճշմարտությունը, ցանկանում են ճանաչել իրենց արմատները եւ լիարժեք դարձնել ընտանիքները։ Դա միայն գովելի է։ Ազգակցական կապերը հեռավորությամբ չես կտրի, արյունն էլ ջուր չի դառնա։ Ընտանեկան մտերիմ հարաբերությունների արժեքը երբեմն ցավոք ուշ ենք հասկանում։ Բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Երբեք բառը բառապաշարից հանեք եւ ձեր հարազատների որոնումները սկսեք հենց այսօր։ Ինչպես դա արել է մեր այսօրվա հայտատուն։ Ես Լիդա Փանոսյանն եմ, որոնում եմ հորաքրոջս Թութունջան Եստերին եւ իր երկու երեխաներին, տղաներին։ 1940-ական թվականներին Լիդայի հայրիկը Փանոսը ծնողների քրոջ ու եղբոր հետ ապրում էր Հալեպում։ 1949 թվականին ընտանիքը մասնատվեց։ Փանոսը եղբոր հետ տեղափոխվեց Հայաստան, Վանաձոր քաղաք։ Նրանց քույրը Եստերը ամուսնացավ եւ մեկնեց Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաք։ Հետագայում Եստերը երկու որդի ունեցավ։ Տղաներին կոչեցին Ֆիլիպ եւ Գրիգոր։ Հարազատները կապը պահում էին նամակագրության միջոցով։ Բաժանումից միայն 23 տարի անց 1972 թվականին Եստերն ամուսնու հետ եկավ Հայաստան։ 2 ամիս նրանք ապրեցին Վանաձորում։ Ոչ պապայի սերտես է այդքան ժամանակ, ոչ հորեղբորը սերտես է։ Հիշում եմ այդ օրը եկավ գրկախառնվել էին ու չէին կարում բաժանվեն իրարից, շատ հուզիչ էր, շատ տպավորվել է այդ պահը։ Կարոտը հագեցնել չէր լինի, որովհետև մինչև առավոտ լույս ուշ գիշեր իրար հետ էին, գնալուց էլ շատ դժվար բաժանվեցին, համարյա 2 ամիս մնացին։ Ամբողջ Հայաստանով շրջեցին, պապաս տարավ ցույց տվեց, ինքը ամուսնացել էր, պապաս որ ծանելիք էր տվել, պահել էր 23 տարի հետո, ծանելիքը նույնությամբ բերել էր, չնայած արդեն մեջ չկար, մի կաթիլ էր, ու Ռոպեն մեկ անում էր, ասում էր նայի, ասում էր եղբայրս պահել եմ այս ծանելիքը, որ դու ես ինձ նվիրել։
ամուսնանալուց էլի, ինքը որ ամուսնանում էր, ու մինչև մի պտի պահեմ, ու մինչև վերջ պտի պահեմ ես ամանը, որ քեզ հիշեմ, այդպես շատ ծանր էր, բաժանումը շատ։ «1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Փանոսյանների տունն ավերվեց։ Նրանք փոխեցին բնակության վայրը և Եսթերի հետ կապը կորցրին։ Վերջին անգամ հարազատները Սեն Շամոն նամակ են ուղարկել 2001 թվականին։ Նամակը հետ եկավ։ Փանոսյանները ենթադրում են, որ Եսթերը նույնպես փոխել է իր բնակության հասցեն։ Ինձ անդադ ասում էին դու հորքուրդ ես, նման ես շատ հերվից հեռու երևի այդ կապն ա եղել, թե ինչն ա եղել, շատ եմ սիրել։ Չգիտեմ ինչ ապրումներ ունեմ, էլի շատ եմ ուզում, որովհետև դժվար է ինձ համար, մենակ էստեղ։ Միշտ ասում էր, տանելու եմ ինձ մոտ, իմն ա, իմ կտորն ա, իմ կեսն ա, մենք իրար շատ նման ենք, ես հիշում եմ այդ ժամանակ, որ երեխա էի, տիկնիկով էի խաղում, մեր լրիվ են ինչ որ ես եմ արեի, ինքն անում իմ աչքի առաջ։ Պապաս մենակ ասում էր, Ռիտա, մենակ դու կարող ես իրան գտնել երեխաներին։ Նպատակից մեկը հենց իրանց հանդիպելն ա, անկախ նրանից, որ տարիքում ենք, կարոտը մի ուրիշ սևի ամեն հիշելու չգիտեմ։ Իմ ու իրա նկարը իրար կողքի եմ դնում, երևակայի, եթե ոչ ամեն օր, շուտ նայում եմ։ Մենք շատ ենք նման, իրոք։ Դա է ուրիշ, ու այդ փոքր ժամանակվա, այդ որ ինքը եկել է, այդ ժամանակվա հիշողություններն ա մեկ է։ 1000 երանի, այդ տարիներին։ Հորաքուր ջան, եթե դու լսում ես Ֆիլիպ Գրիգոր, եթե ինձ լսում եք, եթե տեսնելու եք, խնդրում եմ արձագանքեք, ես ձեր կարիքը շատ ունեմ, սիրով սպասում եմ ձեզ, ձեր արձագանքին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր խմբագրություն եկած մի նամակ։ Այն սկսվում է այսպես. Բարև ձեզ, ես Տիմչուկ Վիտա Միխայլովնան եմ, որոնում եմ մայրիկիս Անտոնյուկ Օլգա Վասիլևնայի հարազատ քրոջը, Մարիային։ Սովորական նամակի սկիզբ։ Այսպես են սկսվում մեր խմբագրություն եկող գրեթե բոլոր նամակները։ Բայց թե ինչ կապ ունի այն Հայաստանի հետ, հիմա պարզ կդառնա։ Ուկրաինական Տոպորովցի գյուղում ժամանակին ապրում էր Անտոնյուկների ընտանիքը։ Հայրը Վասիլին, նրա կինը և նրանց դուստրերը Մարիան, որին տանը Մարուսիա էին անվանում, Օլգան և որդին Ստեփանը։ Մարիան դպրոցն ավարտելուց հետո մեկնում է քաղաք սովորելու, բայց ոչ մոտակա քաղաքներից մեկը։ Մարիան մեկնում է այլ երկիր, որի մասին գրեթե ոչինչ չգիտեր։ Նա գալիս է Հայաստան, Գյումրի քաղաք։ Իհարկե, մեզ շատ հետաքրքրեց ինչու եւ ինչպես է խզվել կապը Մարիայի եւ նրա ընտանիքի անդամների միջև, եւ այդ հարցը որոշեցինք ուղղել նրա քրոջը, որը բնակվում է Իտալիայում, Միլան քաղաքում։ Դիտենք տեսանյութը եւ լսենք ինչ է նա պատմում։ Օլգա Անտոնյուկը փնտրում է իր քրոջը, Մարիա Անտոնյուկին։ Նրանք ծնունդով Ուկրաինայից են։ Մեր ընտանիքը 5 հոգուց էր կազմված։ Մայրս, հայրս եւ 3 երեխաները։ Մայրս Անտոնյուկ Զինայդա Վասիլևնան է։ Հայրս Անտոնյուկ Վասիլի Իվանովիչը։ Եղբորս անունը Անտոնյուկ Ստեփան է, Ստյոպա։ Դպրոցն ավարտելուց հետո Մարիան թերթում աշխատանքի հայտարարություն գտավ։ Աշխատանքը, սակայն, Հայաստանում էր։
Օտար երկրի մասին գրեթե ոչինչ չիմանալով Մարիան տեղափոխվեց Հայաստան։ Աշխատանքի անցավ Լենինականի տեքստիլ գործարանում։ Այնտեղ ամուսնացավ եւ փոխեց իր ազգանունը, դառնալով Հարությունյան։ Մարիան նամակագրական կապ է ունեցել ընտանիքի անդամների հետ, նույնիսկ ամուսնու հետ այցելել է նրանց։ Նա շատ պարտաճանաչ էր, մեզ միշտ նամակներ էր գրում։ Ամեն շաբաթ նրանից նամակ էինք ստանում։ Կապը միշտ կար։ Նա եկել էր եղբորս հարսանիքին։ Առանց առիթի էր հյուր գալիս։ Երկրաշարժից հետո էլ ամուսնու եւ մի քանի ընկերների հետ այցելել էր մեզ եւ մեկ շաբաթ մնացել մեր տանը։ Մեկնելուց հետո էլ նամակներ էր գրում։ Երբ մայրս դեռ ողջ էր, պատասխանում էր նրան։ Մորաքրոջս տեսել եմ միայն այն երկու լուսանկարներում, որոնք կցված են հայտին։ Դրանցից մեկում նա դեռ փոքր է, 8 կամ 9 տարեկան։ Երկրորդ լուսանկարը նա ուղարկել է արդեն Հայաստանից, որտեղ աշխատում էր։ Կարող եմ ասել, որ դիմագծերով շատ նման է մայրիկիս։ Նիհար է։ Մազերն էլ մորս մազերի նման են։ Ալիքաձև։ Երբ նայում եմ նրա երիտասարդ տարիքի լուսանկարին, նմանություն եմ տեսնում նրանց միջև։ Վերջին անգամ քույրերն իրար նամակ են գրել 2009 թվականին։ Օլգայի Իտալիա տեղափոխվելուց հետո նրանց կապը խզվեց։ Մեր տեղեկություններով նրա վերջին բնակության վայրը Գյումրին էր։ Չգիտեմ, արդյոք մինչ օրս այնտեղ է ապրում, թե ոչ։ Հայաստանի մասին քիչ բան գիտեմ։ Միայն հիշում եմ խոսակցություններից, որ նա Գյումրիում էր բնակվում։ Օլգան եւ նրա դուստրը Վիտան բոլոր հնարավոր միջոցներով փնտրել են Մարիային։ Դիմել են նաեւ սպասիրինց նախագծին, հայտին կցելով իրենց ունեցած երկու լուսանկարները։ Հարազատ քույրեր են, արյունակիցներ։ Կարծում եմ, եթե նրան որևէ տեղ տեսնեինք, կկռահեինք, որ նա է։ Կուզեի գտնել մորաքրոջս։ Հույս ունեմ, որ եղբայրներ քույրեր ունեմ։ Կյանքը մեկն է։ Եթե հիմա չանենք դա, ապա էլ երբեք չենք անի։ Հետաքրքիր է իմանալ, ինչպես են ապրում։ Հետաքրքիր կլինի հանդիպել այնտեղ կամ նրանց հրավիրել այստեղ։ Պետք է անել դա այս կյանքում։ Այլ հնարավորություն, այլ ժամանակ էլ չենք ունենա։ Ուզում ենք իմանալ ինչպես են, ինչպես է ընթանում նրանց կյանքը։ Ուզում ենք պատմել մեր մասին, ինչ է փոխվել մեր կյանքում, ինչպես ենք ապրում եւ անպայման կապը պահել։ Ողջույն, ես Վիտան եմ։ Ես ձեր զարմուհին եմ։ Կյանքի այս փուլում ուզում ենք գտնել ձեզ, ծանոթանալ, պատմել մեր մասին եւ իմանալ ինչպես եք դուք։ Հույս ունենք, որ կկարողանանք ձեզ հետ կապ հաստատել, շփվել։ Չէ՞ որ մենք հարազատներ ենք։ Մի անգամ ենք ապրում։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Ուզում ենք շփվել ձեզ հետ, եթե դուք կաք։ Փաստորեն 1988 թվականի երկրաշարժից հետո Մարիան մեկնել է Ուկրաինա, այցելել հարազատներին։ Դրանից հետո դեռ մի քանի տարի եւս կապը պահպանվել է։ Այդ ամբողջ ընթացքում նա ապրել է Հայաստանում։ Մեր թողարկումներից մեկի ընթացքում ցուցադրել ենք Մարիայի լուսանկարը, հույս ունենալով, որ նա կամ նրա հարազատները կտեսնեն եւ կարձագանքեն։ Եվ մեր հույսն արդարացավ։ Արձագանք ստացվեց հենց Գյումրիից։ Սպասիր ինձի լրագրողը շտապեց մեկնել այնտեղ եւ տեսանյութ պատրաստել։ Դիտենք այն։ Մարիա Անտոնյուկն է,
Նա ծնունդով Ուկրաինայից է։ Արդեն 37 տարի է ապրում է Գյումրիում։ Վարժ խոսում է հայերեն, դեռ ավելին, խոսում է Գյումրու բարբառով։ Մարիա Անտոնյուկը Հայաստան է տեղափոխվել 1979 թվականին աշխատելու նպատակով։ Նախկինում նա ծնողների եւ քրոջ Օլգայի հետ ապրել է Տոպորովցի գյուղում։ Հայաստանում Մարիան աշխատանքի անցավ Լենինականի տեքստիլ գործարանում որպես թելմանող։ 1982 թվականին նա ծանոթացավ իր ապագա ամուսնու Հովանեսի հետ եւ որոշեց կյանքը շարունակել հենց Լենինականում, բայց ընտանիքի անդամների հետ կապն ամուր էր։ Մարիան Ուկրաինա հաճախ էր մեկնում։ Միշտ կապ ենք ունեցել, գնացինք, եկել ենք, մենակ իրանք է ուզեցել եկալ չստացավ, էլի միշտ ամետարի եղել է դաժե երկու անգամ գնացինք։ Քուրիկը աշխատել է ինքը իր ընտանիքով միշտ նամակներ է փոխանցել է, միշտ էքսե դե վերցրա, ինչ որ քեզի պետք է ստից վերցրա, ես կաշվեմ գելի կամեն չեմ, ինքը կիրտակա, լեցե կպերը լիստար։ Էսի կուհերանք է բանո, մեկ մստեք միշտ ունենք դուտար, դու կահակի կաբրես։ 1988 թվականի երկրաշարժից հետո գործարանը դադարեց գործել։ Մարիան կորցրեց աշխատանքը։ Ուկրաինա հաճախ մեկնելու հնարավորություն այլևս չկար։ Վերջին անգամ նա հարազատներից նամակ ստացավ 2009 թվականին։ Դրանից հետո Գյումրիից ուղարկված նամակներն անպատասխան մնացին։ Զարմանալի, ինձ շատ զարմանալի, որտեղ ես շատ նամակներ կարել եմ զակազնայով եմ։ Մարտիկը որ եղել է հենց մեր ռայոնից, Լьвովից է, Չեռնավցից է, Կիևից է։ Ես նամակները ուղարկել եմ, որ պատասխանը իրանք է կարող է հաստատել այդ մեկից կապը կադրավ ու կադրավ։ Պաչարը ինչուց է ելավեդիկ։ Ինչ եղավ, ինձ էդիկ շատ զարմանալի մնաց է։ Ինչ ես մետքովս կասնե, ինչ ես չդեմ ջումացի մտածեմ, ինչ ախ մտածեմ։ Մարիան այժմ կրում է ամուսնու ազգանունը Հարությունյան։ Ունի որդի, դուստր եւ մեկ թոռ։ Ուկրաինայի հարազատների հետ բաժանումից 4 տասնամյակ անց Մարիան «Սպասիր ինձ» հաղորդաշարի եթերում տեսավ Լենինականում արված իր առաջին լուսանկարը եւ իմացավ, որ Օլգա Անտոնյուկը փնտրում է իր քրոջը։ Քուրիկը որպես մենակ քույրիկ, ես շատ ուրախ եմ ու ինձ շատ զարմանալի է, թե ինչքան տարից հետո ես նամակները պատասխան չստացավ ու հիմի ելել է ելույթ ինձ մանկուկա։ Էդիկ իմ քույրի, այդ մետակ քույրի ունեմ։ Ինձ շատ զարմանալի, անհայտ, անսպասելի, էսի եղավ ինձ, անսպասելի։ Մեկ կողմը ուրախացա, մեկ կողմը սիրտը բան եղավ, մեկ կողմը լացա։ Մենակ սինք Աստված ինձ ուշ տա, որ ես համբերեմ։ Որ իրար տեսնենք, մենակ Աստված ուշ տա, որ տեսնենք։ Եթե արդեն անունը երևի որ կկարտա իրան, արդեն երևի ես լամ։ Այդպես բաներ կա։ Եմ ինքը սպասեմ, երբ կտեսնեմ։ Այ էդի կմտածում։ Իշքան կուզերն եմ, իմ արունս է, մեր արուն է։ Եթե ես քեզի կտեսնեմ, շատ ուրախ եմ որ կդել եմ, երևի առանց լացելու չեմ վազդեմ է։ Սերդանց կուզեմ հանդիպեմ, սերդանց ու շատ ուրախ, իշքան շուտ հնարավոր է։ Այս պատմությունը լսելուց հետո կարծում եմ ոչ մեկի մոտ կասկած չմնաց, որ քույրերն անպայման պետք է հանդիպեն։ Դա կարևոր է նրանց երկուսի եւ իհարկե նրանց երեխաների եւ թոռների համար։ Կասկած չմնաց նաեւ մեզ մոտ, եւ մենք շտապեցինք նրանց համար հանդիպում կազմակերպել։ Արդեն պատկերացնում էինք ինչպես ենք դիմավորելու նրանց Երևանի օդանավակայանում, ինչպես ենք ուղեկցելու նրան Գյումրիի եւ քույրերի գրկախառնության ականատեսը դառնալու։ Սակայն վերջին պահին Օլգան ցավով հայտնեց, որ Հայաստան ժամանել չի կարողանա։ Իհարկե, Օլգան շատ ընկճված էր, բայց մենք արագ կողմնորոշվեցինք եւ որոշեցինք, որ ամեն դեպքում հանդիպումը կկայանա, թեկուզ տեսակապով։ Մենք ձեզ համար անակնկալ ենք պատրաստել։ Գուցե եւ կռահում եք ինչի մասին է խոսքը։ Մարիան գտնվել է։
Նա մինչ օրս ապրում է Հայաստանում։ Չգիտեմ ինչ եմ զգում, բայց ամբողջ մարմնով դողում եմ։ Ման համբիր կսպասեմ, մեկը կավադամ, մեկը չեմ ավադամ։ Պատկերացնում եք, այսքան տարիներ անց հիմա կտեսնեք ձեր քրոջը։ Հուսով եմ ամեն ինչ լավ է։ Աչքով պետք է տեսնենք, որ ավադանք։ Ուզում եք խոսել նրա հետ։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մարիա, ինձ ճանաչեցիր։ Այո։ Իսկ դու հիմա որտեղ ես գտնվում։ Ես Իտալիայում եմ։ Իտալիայում։ Այո։ Դու շատ ես փոխվել։ Մազերդ ինչ ես արել։ Ներկել եմ, իսկ դու մի քիչ ծերացել ես։ Կներես, որ ասում եմ, բայց ինձ թվում է ծերացել ես։ Դե իհարկե, իսկ դու ինչպես ես այդտեղ ապրում։ Որտեղ են երեխաներդ, ամուսինդ։ Ահա, դուստրս այստեղ է։ Բարև ձեզ։ Մարիա, փառք Աստծո, որ քեզ տեսնում եմ։ Բայց դու իմ հասցեն գիտեիր։ Իսկ այնտեղից ինչու ես հեռացել։ Չէ, այդ դու երիտասարդ ժամանակ մեկնեցիր Հայաստան աշխատելու։ Ես էլ Ուկրաինայից եկա Իտալիա գումար վաստակելու։ Իսկ որտեղ է որդիդ։ Նա Տոպորովցիում է։ Իսկ ամուսինդ։ Ամուսինս մահացել է։ Ես այրի եմ։ Տղադ ինչ է անում։ Ամուսնացել է։ Ես արդեն թորնիկ ունեմ, 5 տարեկան է։ Իսկ իմ թորնիկն արդեն բանակում է։ Մարիա, պատմիր ինչպես է Հովիկը, ամուսինդ։ Ամեն բան կարգին է։ Հովիկն էլ չկա։ Ես էլ եմ այրի։ Երկրաշարժից հետո որ քաղաք ես տեղափոխվել։ Ես մնացել եմ նույն քաղաքում։ Ինձ մի բան է հետաքրքրում։ Ես այնքան շատ նամակներ եմ գրել, ինչու պատասխան չէի ստանում։ Հավանաբար նամակները տեղ չեն հասել։ Կամ էլ երբ Իտալիայում էի, մի շան քեզ չէր պատասխանում, եւ այդպես կորցրինք իրար։ Ես գիտեմ դու շատ լավն ես։ Դու միշտ գրում էիր, հիշում եմ քո գրած նամակների տրցակը։ Բոլոր լուսանկարները պահել եմ։ Նույնիսկ այն մեկը, որում դու եւ Միշան եք, ձեր առաջնեկի հետ, ծննդատնից դուրս գրվելիս։ Դու ավելի շատ բան ես հիշում, քան ես։ Ինչու՞։ Հիշողության կորուստ ունես։ Գուցե։ Այնքան վաղուց ենք կապը կորցրել, որ ես արդեն հույս էլ չունեի, որ կգտնեմ քեզ։ Վիկտորիայի շնորհիվ է, որ հիմա տեսնում եմ քեզ։ Մի բարեկամուհի ունենք։ Նա դիտում է այս հաղորդաշարը։ Ասաց, քեզ սպասիր ինձով որոնում են։ Ասացի, ով է որոնում։ Դե պատմիր, որևէ բան գոնե հիշում ես։ Հիշում եմ քեզ հետ կապված մի դրվագ, երբ մայրիկը քեզ համար նոր վարդագույն վերարկու էր գնել եւ մոհերից գլխարկ։ Ես այդ գլխարկը 2 մասի պատրեցի։ Հիշում ես։ Հիշում եմ, իսկ դու հիշում ես այն բաճկոնը, որ նվիրել էիր ինձ։ Հիշում եմ, իսկ ինչու չէի հագնում։ Դու չէիր հագնում, ես եկա եւ դու այն նվիրեցիր ինձ։ Դու ճիշտ ես հիշում, էլ ինչ կհիշես։ Դե հիմա կարևորն այն է, որ հանդիպեցինք, խոսեցինք։ Դա ամենակարևորն է։ Այսուհետ միշտ կզանգահարենք իրար։ Անընդհատ մտածում էի, ես 56 տարեկան եմ, դու 6 տարով մեծ ես։ Չի կարող պատահել, որ ողջ չլինես։ Իսկ դու ինչ է, արդեն թաղել էիր ինձ։ Ոչ, ոչ, բայց նման մտքեր իհարկե կային։ Դե ինչ, հետո կզանգահարենք իրար։ Ինձ կտան քո հեռախոսահամարը։ Շատ լավ, Դու էլ իմ համարը կվերցնես։ շատ լավ, շնորհակալություն։ Ցտեսություն։ Փառք Աստծո, որ խոսեցինք։ Ես նույնպես շատ ուրախ եմ։ Հաջողություն։ Հաջողություն։ Չեք տեսնել, լարև երես վարիգ է։ Երևի ուրախությունից։ Հրաշալի զգացողություններ են։ Ես գտա քրոջս ողջ եւ առողջ։ Նա հիմա մի քիչ հուզված էր։ Ասաց, որ հենց ինձ տեսավ ամբողջովին կարմրեց։ Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ հիանալի է։ Շատ գոհ շնորհակալություն, շատ ուրախ եմ։ Այդ մեկ քույրի ունեմ, ինքը հենց այնտեղ
աշխատում է, իր աղջկանի հետ է։ Անպայման կապ ունենանք։ Փառք Աստծո, Տերը պահպանել է քրոջս։ Նա ասում է, որ շատ է գրել Քիշնև եւ Լվով քաղաքներից, բայց նամակները տեղ չեն հասել։ Հարցնում է, ինչու չէիր պատասխանում։ Նա ամեն ինչ հիշում է, ամեն մանրուք հիշում է քույրս։ Ինձնից էլ լավ։ Հրաշալի է։ Շատ ուրախ ենք, որ նա ողջ է։ Հույս ունենք, որ հիմա հնարավոր է վերականգնել կապը։ Կրկին ծանոթանալ, կրկին շփվել։ Ամեն ինչ լավ է։ Ուրախ ենք այս հանդիպման համար։ Այլ կերպ մենք հաջողության չէինք հասնի։ Դե ինչ, երջանկությունն ու հուզմունքն ասացին ամեն ինչ մեր փոխարեն։ Որքան ժամանակ է կորսված, քանի տարի են հարազատ, արյունակից մարդիկ ապրել միմյանցից հեռու, իրար մասին ոչինչ չիմանալով։ Հիմա արդեն բաժանումն անցյալում է։ Վստահ ենք, առաջին իսկ հնարավորության դեպքում նրանցից մեկը կհյուրընկալվի մյուսին, ու կարևոր չէ կհանդիպեն Միլանում թե Գյումրիում։ Այդ պահին նրանց համար միայն մեկ բան կարևոր կլինի՝ վերամիավորումը։ Դե եթե հանդիպման մասին քույրերը որոշեն մեզ էլ տեղեկացնել, մենք սիրով կմիանանք նրանց ու մեր հեռուստադիտողների համար կֆիքսենք նրանց հանդիպման կադրերը։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր պատմություններով։ Մնացեք խաղաղությամբ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։